Իրանի ներսում հիմա նորից ցույցեր են ակտիվանում։ Այս ակտիվացումը կապ ունի նրա հետ ինչ տեղի ունենում դրսում։ Այսինքն ուղիղ միջամտությամբ է դա կարգավորվում, թե ներսը առանձին խնդիր է Իրանի համար։ Այսօր հոգևոր առաջնորդը գնացել էր Արևելյան Ադրբեջան նահանգ, որովհետև 18 Եվ կոշտ հայտարարություն։ Այո, այնտեղից սկսվել էր, կարող ենք ասել, հեղափոխություն 19 թվին, այնտեղ 18 թվին 8 թվին լայն ցույցեր են եւ ինքը կարևոր բան ասեց, որ կան տարբեր խմբեր, ով տուժել էր այս իրադարձություններից։ Առանձին նշել են մարդկանց, որոնք խաբվել են եւ այո իրանք են զոհ դարձել։ Կան մարդիկ, ով ընդհանրապես կապ չունեն, կողքով անցնում են, այո իրանք են զոհ։ Իրանք շատ պարզ մեսեջ են տալիս իրենց հասարակության, որ մենք ընդունում ենք, որ կան մարդիկ, որ մեղք չունեին, այո, բայց այս իրավիճակի իրադարձությունների ժամանակ այո զոհվել են եւ սա շատ սխալ է, շատ վատ է, բայց կան այն մարդիկ, որ սադրում էին, կազմակերպում էին, դժվար վրա են աշխատում եւ այլն։ Եվ այո, դա մեսեջը, որ մենք հասկանում ենք, որ կան խնդիրներ ներսում, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց պետք չի գնալ այս ճանապարհով։ Մենք ունենք այլ ճանապարհ, եկեք այդ ճանապարհով փորձենք գնալ։ Կա կոնֆլիկտ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջեւ Իրանում։ Չի ասի դա որից կարող են օգտվել։ Դա տարբեր տեսլականների մասին է ես ասել։ Նկատնալով զարգացման ծրագրի կարմիր գծերը գրեթե համընկնում են, բայց ինչքանով դուք պատրաստ եք լինել ճկուն, այստեղ ինձ թվում է տարբերությունը։ Դա հասկանալի է, բայց կոնֆլիկտ կարող է ասել Իրանի Վաշինգտոնի հետ ոչ մի համաձայնագիր այդ պայմաններով։ Մյուսը կարող է ասել գնանք համաձայնության, դա կոնֆլիկտ չի արդեն։ Հա, սա ասենց ասեմ կոնֆլիկտ է, բայց ինքը ներքին կարգով լուծվում է ինձ թվում է։ Ներքին բալանսով իրանք այդ հարցը կարողացան։ Ես չեմ պատկերացնում, որ ընդհանրապես կոշտ կարմիր գիծ լինի, որտեղ իրանք հասկանում որ եթե կամ գրում են այս պայմանագրի, որը միակ հնարավորությունն է, տեսնում որ Իրանը ինչ-որ բան կարող ստանա։ Նույնիսկ պահպանողական ճյուղը։ Ենթադրենք իրանք հասկանում են, որ ինչ-որ բան Իրանը կարող ստանա։ Այլ դեպքում պատերազմ, լայնածավալ կարող լինի պատերազմ եւ շատ մեծ կորուստներ։ Իրանք ի վերջո այս cost and benefit վերլուծությունը անելու են։ Եվ Երևանը եւ Բաքուն այս մթնոլորտում դա նաեւ բնական է, հավաստիացումներ հնչեցրեցին, որ իրենց տարածքները չեն օգտագործվի Իրանի դեմ։ Բայց Երևանի եւ Բաքվի հավաստիացումները կարծես նույնը չեն։ Այո, մոտեցումները շատ տարբեր են։ Երբ որ մենք խոսում ենք մեր գործընկերների հետ Իրանում, դա զգում ենք, որ այո Հայաստանի հանդեպ մոտեցումը մի քիչ փոխվում է, հաշվի առնելով այս Միացյալ Նահանգների հետ զարգացող հարաբերությունները, Միացյալ Նահանգների հետաքրքրությունը Հայաստանում, բայց դեռ մենք տարբերվում ենք Ադրբեջանից, այսպես ասենք, որովհետև իրանք հասկանում են, որ առաջինը Իսրայելը ունի իր ներկայությունը Ադրբեջանում, Արցախում, Իրանի սահմանի մոտ, որը այնուամենայնիվ օգտագործվեց Իրանի դեմ։ Այո, ինքը օգտագործվել էր նույնիսկ երբ որ Նետանյահուն ցույց էր տալիս ինչպես իրանք միջուկային ծրագրի ֆայլերը կարողացան գողանան Իրանից, բոլորը հասկանում են, որ դա ամենայն հավանականությամբ տեղի ունեցել Ադրբեջան տարածքով։ Երկրորդը ուղիղ մեսեջներ հասցրել մինչև Ալիևին, որ մենք գիտենք, որ ձեր տարածքը օգտագործվել է։ Կարող է դուք ձև տակ որ չգիտեք, բայց բոլորս էլ դա հասկանում ենք։ Եվ այս այցը պաշտպանության նախարարի հենց դրա մասին էր, որ այս անգամ մենք արդեն նույն ձևի չենք վարվելու, այսպես ասենք։ Բայց ինչպես էլ վարվեն, միշտ զգացվում է, որ Իրանը Ադրբեջանի հանդեպ քաղաքական հայտարարությունները կոշտությունը դնենք մի կողմ։ Ի վերջո շատ զուսպ է պահում իրեն։ Ինչն է դրա պատճառը։ Նախ եւ առաջ Իրանը շահագրգռված չի ունենալ կոնֆլիկտ իր սահմանների մոտ։ Ինքը հնարավորինս միշտ փորձում էր կոնֆլիկտը իր սահմաններից հեռու պահել։ Երկրորդը Իրանում ի վերջո շատերը ընդունում են Ադրբեջանը ոչ թե որպես առանձին պետություն, որը ընդհանրապես իրենց հետ կախված չի եւ այլն, այլ պետությունը, որը ռուսները մի ժամանակ վերցրել են Իրանից եւ հիմա անկախ է դարձել։ Իրանք այս շարունակությունը զգում են, չեն ուզում գնան ուղակի բախման։ Իրանք փորձում են նաեւ տարանջատեն ժողովուրդը, կառավարություն, Իսրայելի ներկայություն եւ այլն։
Այսինքն դա ենթադրում է, որ իրանցի ադրբեջանցիների եւ Ադրբեջանում ապրողների միջև կա այնուամենայնիվ սահմանագիծ։ Հա, բայց իրանք էլ են տարբերվում։ Դա օրինակ տարբեր ադրբեջանական նահանգներում Իրանում մենք այցելենք, տեսնենք, որ մոտեցումները տարբեր են։ Այո, կան sense շատ ազգայնական։ Անկամ մեկը մյուսին չընդունող։ Այո, ավելին ասեմ, մեր շատ գործընկերները Իրանում, զբաղվում են Հարավային Կովկասով, իրանք ազերի են։ Եվ իրանք ընդհանրապես չեն ընդունում այս պանտուրանիստական կամ պրոադրբեջանական օրակարգը, որը կա Իրանի ներսում։ Ընդհակառակ, իրանց մոտ մոտեցումը եւ ինքնությունը իրանական է առաջինը։ Այո, ես իրանցի եմ, բայց արդեն այո, ազերի եմ եւ այլն։ Եվ իրանք նաեւ այս օրակարգին, ասենք ասենք, դիմադրում են։ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների մակարդակը ի՞նչն է որոշում գլխավորապես։ Շահերը համընկնում են։ Արմատական շահավորն է կապող այդ երկրը։ Իսրայելի համար կարևոր շահը ունենալ։ Մենք կարող ենք մտնել այդտեղ, թե ոչ։ Այդ դաշտը մեզ համար հասանելի է։ Մենք այս հարցի շուրջ տարբեր խոսակցություններ ենք ունեցել մեր իսրայելցի գործընկերների հետ եւ հասկացել ենք, որ այո, շատ սահմանափակված է մեր համագործակցության հնարավորությունները, որը բնական է, որտեղ պատկերացրեք Իսրայելը որոշի ինչ-որ X ոլորտում համագործակցի Հայաստանի հետ, որը կարա դուրս չգա Ադրբեջանին։ Եվ ինքը փաստացի տանուր փաթեթը, որը կա Ադրբեջանի հետ, ռիսկի տակ է դնում ինչ-որ մեկ ոլորտում Հայաստանի հետ համագործակցի։ Իսկ Ադրբեջանը հետ իրանց համագործակցությունը ռազմավարական մակարդակի է։ Արբանյակներ չեն արտադրում, բայց երկու հատ պայմանագիր այդ ոլորտում ունեն։ Կիբերանվտանգության ոլորտում մասնագետներն Ադրբեջանում, տեխնիոնն իսրայելական պատրաստում։ Զենքերը վաճառում են։ Ամենանուրբ ռազմավարական ոլորտում Իսրայելը համար 1 գործընկերն է Ադրբեջանի համար։ Եվ հիմա իրանք ռիսկի տակ չեն դնելու այս ընդհանուր հարաբերությունները։ Ու շարունակում են այդպեսին մնալ։ Այո, ավելին Նետանյահուն հրավիրեց Ալիևին Իսրայել, այս տարի կտեսնենք արդյոք դա տեղի կունենա թե ոչ։ Իսկ այս վերջերս իրանք նույնիսկ պայմանագիր կնքեցին, որ Իսրայելը եւ Ադրբեջանը համագործակցում են սուպերկոմպյուտերների ոլորտում։ Մեկ դեր այտենց նույնիսկ օրակարգ չունենք, նույնիսկ չեմ ասում, որ ունենանք գործընկեր այս ոլորտում։ Սպասածից IT բարձր տեխնոլոգիաների ոլորտում Իսրայելը համար 1 գործընկերն է Ադրբեջանի համար։ Եվ դա հակաթուրքականություն չի ընդհանրում։ Այս Ադրբեջանը այստեղ շատ լավ բալանսավորման փորձ ունի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ։ Ինձ չի թվում, որ Իսրայելը պահանջում է ինչ-որ հակաթուրքական բան Ադրբեջանից, հակաիրանական կարող է, բայց Անկարան կարող է պահանջել։ Անկարայում ասում են, որ մեր բարեկամական հարաբերությունը Ադրբեջանի հետ այդպիսի բարձր մակարդակ ենք, որ մենք իրենց վստահում ենք։ Երբ որ խոսքը հասնում է Իսրայելի հետ համագործակցության։ Բայց այո, ինչ-որ նախանց կարող է։ Օրինակ Թուրքիան կցանկանար իհարկե ռազմատեխնիկական ոլորտում համար 1 գործընկեր լիներ ամեն նիշայում։ Նույնը կիբերանվտանգության պայմանավոր։ Այստեղ նույնիսկ կոնկուրենցիայի հարց կարա լինի եւ նախանձի։ Բայց դեռ այդ բախման կետին չնաց։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը աջակցում է Թուրքիային իր օրակարգում այլ հարցերում, որ ընդհանրապես Ադրբեջանի հետ կապ չունեն։ Օրինակ Սիրիայում։ Ադրբեջանը ինչ որ կենսական նշանակություն ունեցող շահեր չուներ Սիրիայում, որպեսզի գազ մատակարարեր։ Հիմա Կատարը վճարում է այդ գազին, որ անցնում է Թուրքիայի տարածքով եւ այդ հնարավորությունը, որ Թուրքիան է փաստացի ստեղծել այս օրակարգը, թույլ է տալիս ամրապնդել գործող պրոթուրքական ռեժիմին Սիրիայում եւ այլ հարցերով։ Սերգեյ, մի բան էլ եւ ավարտենք։ Ինչու Իրանի եւ Ռուսաստանի վարկագիծը վերաբերմունքը թրիպին նույնը չեն։ Որովհետեւ առաջինը Հարավային Կովկասը այսօր Ռուսաստանի համար կենսական նշանակություն չունի, սահման չունի Հայաստանի հետ եւ Թրիպի հետ։ Իսկ Իրանի համար դա որպես Ուկրաինան է Ռուսաստանի համար։ Սա մեկ։ Երկրորդը Ռուսաստանը չի նայում դրան որպես անվտանգության խնդիր, իսկ Իրանի համար դա անվտանգության խնդիր է։ Այո, կարող է լինի նաեւ երրորդ ոլորտը, որտեղ մրցակցություն է, կոմունիկացիաների ապաշրջապակման ով է կառավարելու, որովհետև ռուսները պիտի լինեն ըստ նոյեմբեր 9 փաստաթղթին, հիմա չեն լինելու, կոնկուրենցիա է ավելի շատ հարց։ Իսկ Իրանի տեսանկյունից սա բացի կոնկուրենցիայից, որպեսզի Իրանին չշրջափակեն կամ չշրջանցեն Տրիպով,
նաև անվտանգության հարցը։ Եվ իսկ Ռուսաստանում անվտանգության տեսանկյունից չեն նայում։ Եվ մեկ բան, այն ինչ որ մենք մեր գործընկերից ենք լսել Իրանից, ասելով թե ինչու են իրենք տարբեր ձևով նայում այս գործընթացին։ Իրենք ասում են, որ Ռուսաստանում տարանջատում են Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում եւ Ամերիկայի ներգրավվածությունը Հայաստանում։ Իսկ մեր Իրանի տեսակետից դա մեկ օղակ է։ Ռուսաստանում տարբեր են այդ, դա արդեն սպეციფიკայի հարց է։ Շնորհակալություն։ Այսքանը։ Սերգեյ Մելքոնյան, միջազգայնագետ, ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի վերլուծաբան եւ վերջ այսօր։ Մինչ հաջորդ հանդիպում։